Կրքերը չեն հանդարտվում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի շուրջ։ Հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանի պնդումներին հակառակ թե զեկույցը պետք է մտնի խորհրդարանի նիստերի օրակարգ։ Նրա կուսակից ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը զեկույցը լիագումար մտցնելու իրավական հիմքեր չի տեսնում, իսկ այսօր հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը կքննարկվի փակ լսումների ընթացքում։ Քոչարյանը վիճահարույց է համարում լսումների ֆորմատը։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետն առավելագույնը 1.5 տարի է, եթե այդ ընթացքում զեկույց չի ներկայացվում, հանձնաժողովի լիազորությունները համարվում են ավարտված։ Հենց այս կարգավորմամբ էլ ազգային ժողովից պնդում են հանձնաժողովի ժամկետն ավարտվել է դեռ 2023-ի նոյեմբերին։ Անդրանիկ Քոչարյանը համաձայն չէ եւ վրդովված է։ Եթե լիագումար չի մտնում, ինքը արկախված է մնում։ Եթե մտնում է, նշանակում է զեկույցը գոյություն ունի եւ օրենքի պահանջն է, սահմանադրական օրենքի, որ զեկույցը այդ դեպքում պետք է լիագումարում զեկուցվի։ Եթե այլ տարբերակով է գնում, նշանակում է զեկույցը գոյություն չունի։ Այսինքն, եթե ասում ենք, որ ժամկետն անց է եւ զեկույցը արդեն չի կարա գոյություն ունենա, նշանակում է զեկույցը չկա, ինչն ենք զեկուցելու։ Այսինքն դեմ եք, որ մի վարքյան փակ քննարկում կարամ հենց հիմա էլ ես հավաքեմ որպես հանձնաժողով բոլորին հավաքեմ, սկսեմ քննարկել, բայց սահմանադրական օրենքի պահանջը լրիվ այլ է։ Լիագումար նիստում ինքը իր իրավական ուժը պետք է կիրառվի։ Հիմա ես սպասում եմ, որ հաջորդ խորհրդի նիստում կլինի որոշում, եթե չի լինի, կներեք, այդ դեպքում պետք է իրավաբանները տան հարցի պատասխան։ Վերջին հաշվով հենց այնպես չի, որ ես եթե նամակ եմ ուղարկում իրավական բացատրությունների, որևէ մեկի հետ չեմ խորհրդակցել։ Եթե խոսում են իրավաբանական կրթության մասին, ես էլ ունեմ այդ կրթությունը։ Թող վերցնեն նաև գնահատականները համատեն։ Պարոն Քոչարյան, դուք այսինքն ինչու է տարբեր մեկնաբանության առիթ։ Դեպս են երկու իրավաբան միշտ երկու կարծիք ա լինում։ Իրավաբան չէ, երկու քաղաքական գործիչ։ Ալեն Սիմոնյանն ասում է մեկնաբանման հարց է, ես խնդիր չունեմ, պարոն Քոչարյան։ Ելի չունենք, ես էլ չունեմ։ Ասում եք դուք յուրովի եք մեկնաբանում։ Ես չեմ մեկնաբանում, ես խորհրդակցում եմ նաև այնպիսի իրավաբանների հետ, որոնք նաև տիրապետում են սահմանադրական իրավունքին։ Ես անուններ չտամ, որովհետև այն մարդիկ, որոնք նաև քննարկել են, որտեղ ես երեխա չեմ, նաև քարորիայի ժամանակ եմ քննարկել, որտեղ այնտեղ է կալ ժամկետի խնդիր։